Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի կաս երկաթգծով եւ թերեկության հնարավոր վերականգնումը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր նշել է, որ բավականին դինամիկ դրական եւ հեռանկարային երկխոսություն են վարում Թուրքիայի հետ։ Օրինակ Գյումրի կաս երկաթգծով եւ թերեկության վերականգնման համար ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որն արդեն 2 նիստ է անցկացրել, հավելել է Միրզոյանը։ Հայկական եւ թուրքական կողմերն ըստ նրա ստուգել են արկա ենթակառուցվածքներն ու դրանց վիճակը։ Մաքսային բարդ ու ձգձգված ընթացակարգերի խնդիրը կառավարությունը փորձում է լուծել կենտրոնացման միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն այսօր հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որտեղ կմիավորվեն մաքսային եւ արտահանման ներմուծման հետ կապված բոլոր ծառայությունները։ Նոր կենտրոնը կգործի 1 պատուհանի սկզբունքով, կտեղակայվի Երևանի մերձակայքում, հյուսիս-հարավ մայրուղու մոտ եւ կֆինանսավորվի պետբյուջեից ու վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 39 միլիոն եվրո վարկային միջոցներով։ Սոցիալական ծառայության պաշտոնյան շահագործել է իր դիրքը անապահովների հաշվին հափշտակություն կատարելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատարանձը 2022 թվականին Լոռու մարզի 2 բնակչից ստացել է կաշառք յուրաքանչյուրի 1 ամսվա նպաստի չափով։ Դրա դիմաց նա չի դադարեցրել նպաստի վճարումները եւ թաքցրել է նրանց աշխատանք եւ գույք ունենալու փաստերը։ Նաեւ կազմել է կեղծ փաստաթղթեր։ Արդյունքում պետությանը պատճառվել է 786,000 դրամի վնաս։ Պաշտոնյային առաջադրվել է մեղադրանք կաշառքի, պաշտոնեական կեղծիքի եւ հափշտակության համար։ Նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Կորնիձորի մոտ լուսանկարվելու համար արցախցիներին տեղափոխել են ոստիկանության բաժին։ Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ 3 արցախցի տղամարդ, որոնք շինարարությամբ են զբաղվել տեղ եւ Գորիս համայնքներում, այցելել են Կորնիձոր եւ լուսանկարվել Հակարի կամրջի ֆոնին։ Վերադարձի ճանապարհին նրանց կանգնեցրել են ԱԱԾ աշխատակիցները, արգրավել հեռախոսները, թույլ չեն տվել կապ հաստատել փաստաբանի հետ եւ 1-2 ժամ անց տեղափոխել ոստիկանության բաժին։ Նախատեսված վարչական տուգանքը փոխարինվել է նախազգուշացմամբ, սակայն տղամարդկանց հեռախոսները փաստացի խուզարկել են առանց դատարանի որոշման։ Այսօր կեսգիշերն անց Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում 19-ամյա վարորդը Kia Magnishi ավտոմեքենայով դուրս է եկել եթերեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն արմատից եւ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը եւ 3 ուղևորներ տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղ վարորդը առանց գիտակցության գալու մահացել է։ Մահացածը ծառայում էր պաշտպանության նախարարությունում։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ է փախուստի դիմել։ 3 վաղ առավոտյան Վարդաշենի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող 1995 թվականին ծնված դատապատյալը կացարանից բացակայում է։ Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։